Դիտեք առաջին ալիք Ամերիկայի հեռուստակոնտենտը։ Բաժանորդագրվեք առաջին ալիք Ամերիկայի YouTube-յան ալիքին First Channel America։ UNICEF-ը, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը եւ հանրային հեռուստաընկերությունը ներկայացնում են։ Ճիճվագրության պարագայում ասում են, որ երեխաները գիշերը ատամները կրճտացնում են կամ ունենում են առատ թքարտադրություն։ Ես կարծում եմ, որ դա եւս հնարավոր է համարել ախտանիշ, բայց հիմնականում պետք է իհարկե հետազոտել մասնագետի մոտ։ Լսել եմ, որ տարին 2 անգամ ծնողներ կան, ովքեր երեխաներին ենթարկում են ճիճվաթափության առանց որևէ ցուցման, բայց ես կարծում եմ, որ ամենևին դրա կարիքը չկա։ Եվ որպես բժիշկ եւ որպես ծնող շատ լավ գիտակցելով, թե ինչքան կարևոր է ձեռքերի հիգիենայի դերը վարակիչ հիվանդությունների փոխանցման, հատկապես մակաբուծային հիվանդությունների փոխանցման մեջ, կարող եմ թույլ տալ կեղտոտ ձեռքերով ինչ-որ մի բան ուտել։ Ճիճվագրությունը բուժել պետք է, եթե մենք ունենք ախտորոշում, այսինքն համապատասխան մասնագետի կողմից կա ախտորոշում եւ նշանակված է համապատասխան բուժում։ Իսկ տնային պայմաններում կամ նախորդ փորձառությունից ելնելով որևէ դեղորայքի ընդունումը կարծում առնվազն անթույլատրելի է։ Կար ժամանակ, երբ ծնողների զրույցներում լայնորեն շահագործվում էր ճիճվագրության թեման։ Երեխայի ամեն մի փորացավ, վատ ինքնազգացողություն ու թուլություն մարդիկ վերագրում էին ճիճվագրությանը։ Լավ լուրն այն է, որ ճիճվագրությունը բոլոր հիվանդությունների պատճառն ու մեղավորը չէ։ Գերագնահատել խնդրի ծավալներն ու ազդեցությունը պետք չէ, ճիշտ այնպես, ինչպես պետք չէ անուշադրության մատնել դրա առկայությունը վկայող նշանները։ Ծնողական ժողովում խոսում ենք ճիճվագրության տարածված տեսակների, ախտանշանների, բուժման եւ կանխարգելիչ միջոցների մասին։ Միացեք մեր քննարկմանը։ Բարև ձեզ հարգելի ծնողներ, ուրախ եմ ձեզ տեսնել ծնողական ժողովում։ Անշուշտ ճիճվագրությունը ամենահաճելի թեման չէ քննարկման համար, բայց այնքան տարածված երևույթ է եւ այնքան հետևանքներ ու ազդեցություններ կարող է ունենալ մեր երեխաների վրա, որ դրանց քննարկման ցանկացած առիթ պետք է օգտագործել։ Ուզում եմ հետաքրքրվել, արդյոք դուք ձեր ծնողավարման ընթացքում առնչվել եք երևույթի հետ եւ ինչ գիտեք ճիճվագրության մասին։ Վահե, խնդրում եմ ձեզ հետ սկսենք։ Երևույթի հետ առնչությունը անմիջական չի եղել, բայց հիշում եմ, որ երեխան ատամների հետ կապված որ կրճտված բան կար եւ ծանոթներից մեկը շատ ինտենսիվ խորհուրդ էր տալիս, անկախ հաշվի առնելով իմ մասնագիտությունը, որ պետք է անպայման ճիճվաթափ անել, երբ որ ես ասացի հանգստացեք, ես կխոսեմ իր մանկաբույժի հետ, ասաց դու բժիշկ ես, դեղերի անունները գիտես, պետքա մի անգամ ճիճվաթափ անես, այդպես մի քիչ փոքր անհամաձայնություն ունեցանք, ես իհարկե զանգ տվեցի մանկաբույժին եւ նա ասաց հանգիստ ապրեք։ Այսինքն ունեցել եք կասկածներ, բայց չի հաստատվել։ Միանշանակ, որովհետև ավելի շատ դա իր գնահատականն էր, որ կա կրճտոց, իսկ այդ շրջանում երեխայի այդպիսի դրսևորումները մանկաբույժը գնահատեց նորմալ եւ որևէ հետազոտություն անելու կարիք էլ չեղավ եւ իհարկե մենք ճիճվաթափ չեղանք ամբողջ ընտանիքով, ինչպես սովորաբար մարդիկ անում են։ Որպես նախադպրոցական հաստատությունում աշխատող անձ հաճախ ենք հանդիպում այդ երևույթին, ի տարբերություն Վահեի դեպքի մեզ մոտ հակառակը եղել է, որ մենք ինքներս ենք ծնողներին ուղղորդում, որ միգուցե երեխայի ինքնազգացողությունը եթե վատ է, կարող է դրա հետևանք է ու այնպես է ստացվում, որ այո, դա է լինում պատճառը, մի փոքրիկ պատճառ կարող է երեխայի տրամադրությունը փչացնել, նյարդային լարվածություն առաջացնել։ Ճիճվագրությունը կարող է որոշ գանգատների պատճառ լինել, բայց առհասարակ չկա որևէ հիվանդություն, որը հնարավոր լինի ախտորոշել այդքան հեշտ եւ պարզ, եւ կարեւոր է բոլոր ախտանշանների գանգատների համադրումը երեխայի զննման հետ եւ միայն դրանից հետո խոսել ճիճվագրության մասին, այսինքն որևէ գանգատից հետո հնչեցնել ճիճվագրություն ախտորոշումը եւ ֆիքսվել դրա վրա, դա սխալ է, ինչպես նաեւ նյարդային վիճակը եւ ինքնազգացողության այդ ընդհանուր վատ լինելը երբևէ չենք կարող կապել ճիճվագրության հետ։ Ճիճվագրությանը ավելի շատ բնորոշ են մեղմ, ստամոքսաղիքային գանգատները, թեթև սրտխառնոցը, որովայնացավը, որոնք կարող են երկար ժամանակ անհանգստացնել երեխային, բայց նյարդային լինելը երբևէ չենք կարող կապել ճիճվագրության հետ։
Անի, եղել է իրավիճակ, երբ ունեցել եք կասկած, որ առկա է ճիճվագրության այս կամ այն տեսակը, դիմել եք կանխարգելիչ գործողությունների կամ եթե ձեր ընտանիքում չի եղել, ձեր երեխաների հետ, գուցե նկատում եք, որ մյուս ծնողներն են դա անում։ Իմ ընտանիքում եղել է, բալիկս 6 տարեկան է եւ քաշը շատ դանդաղ էր աճում։ Բոյովանում էր, բայց քաշ լիարժեք չէր հավաքում։ Կասկածեցի, բայց ինքնաբուժությամբ չզբաղվեցի։ Իդեպ համաձայն եմ, որ նյարդային նաեւ լարվածություն ունեինք այդ ժամանակ։ Երեխաս առհասարակ ավելի հանգիստ է, իսկ այդ ընթացքում ինքը բավականին լարված էր։ Դիմեցի մանկաբույժի, հանձնեցին կղանքի անալիզը, ինձ հետ համաձայնեց եւ պարզվեց ասկարիդ ունեինք։ Մեր հասարակության մեջ նաև շատ տարածված են տարաբնույթ խորհուրդ խրատները, արդեն Վահեի դեպքը մեզ հուշեց, որ այստեղ էլ մեր մասնակիցներից բախվել են այդ երևույթի հետ ու բժիշկները շատ ցավոտ են տանում նման կողմնակի կարծիքները։ Ինչ տարածված խորհուրդներ եք լսել, ինչ տարածված մոլորություններ կան այս երևույթների մասին, որ ձեզ հայտնի են ու դուք նկատել եք դրանք։ Արդեն մեր ծնողներից մեկը նշեց ճիճվաթափության երևույթը, երբ որ անում են տարին 2 անգամ ու խորհուրդ են տալիս նաև մյուսներին։ Կարևորագույն ու իմ կարծիքով սխալներից, խիստ սխալներից մեկն է, որտեղ այդ դեղորայքը կարող են լինել նաև հեպատոտոքսիկ, այսինքն լյարդի վրա ազդեցություն կարող են ունենալ եւ անհիմն երեխան ընդունի, դա անթույլատրելի է։ Մյուս միֆերից երևի որ պետք է երեխային շատ ստերիլ պայմաններում պահել, իհարկե պետք է հետևել երեխայի հիգիենայի կանոններին, բայց շատ ստերիլ պահել չի կարելի սրան կպնել, նրան կպնել, պետք է խաղալիքները, այո, խաղալիքները պետք է ախտահանել, լվանալ, բայց շատ ստերիլ պայմաններում պահելու պարագայում մենք կարող ենք հակառակ էֆեկտներ ունենալ։ Հիգիենան միանշանակ ճիշտ է, որ կանխում է ճիճվագրությունը եւ պարազիտներով վարակումը, ինչպես ձեռքերի հիգիենայի մասին է խոսքը, այնպես էլ սննդի ճիշտ մշակման պետք է շատ լավ լվանալ բոլոր մթերքները եւ հատկապես այն մթերքները, որոնք հողոտ են եւ դժվար են մաքրվում, պետք է երեխային սովորեցնել բացվել սննդից առաջ եւ զուգարանից հետո, նույնիսկ միայն հոսող ջրի առկայությամբ տարածաշրջաններում զգալի քիչ են հողով փոխանցվող հելմինտները։ Տեսեք, շատ դեպքերում ծնողները կարող է տեղյակել չլինեն, որ երեխան ունի նման խնդիր, գուցե այդպես առերևույթ նշաններ չկան, կամ ինչ-որ պատճառով այդ իրավիճակը վրիպի ծնողի ուշադրությունից։ Ու կա նաև այսպիսի մի մոլորություն, որ սա մի երևույթ է, որի վրա շատ կենտրոնանալ պետք չէ, ինքն իրան կանցնի, առանձնահատուկ ուշադրություն եւ բուժում հարկավոր չէ։ Մոլորություն է, այո, որտեվ մեծ մաս դեպքերում մենք օրինակ եթե ունենք որովայնի ցավեր, մարսողական խնդիրներ, երբ որ երեխան նյարդային է լինում, անհրաժեշտ է դիմել բժշկի, որովհետեւ դրանք կարող են ոչ միայն մակաբուսային հիվանդությունների պատճառով լինել, այլ կարող են այլ հիվանդությունների պատճառ լինել։ Եվ բացի այդ, եթե հաստատվում են մակաբուսային հիվանդությունները, այո, դրանք բուժման կարիք ունեն եւ անհրաժեշտ է բուժել, որովհետեւ դրանք բուժելով մենք կանխարգելում ենք որպես այդպիսին, որ մեր երեխան դառնա իր ընկերների, իր շրջապատի համար որպես վարակի աղբյուր։ Իսկ մենք գիտենք, որ մակաբուծային հիվանդությունները շատ հեշտությամբ փոխանցվում են մեկը մյուսին։ Իրականում վերջին հարցից հիմքում մեր հասարակության մեջ լայնորեն տարածված միֆերից մեկն է։ Բայց այդ թեման պահանջում է մասնագիտական մեկնաբանություն, որը քիչ ուշ կստանանք։ Մինչ այդ առաջարկում եմ պարզել կամ վերհիշել ճիճվագրությանը առնչվող այլ միֆեր։ Բոլոր երեխաներն էլ ունենում են ճիճվագրություն։ Միֆ է, թե իրականություն։ Կարծում եմ, որ միֆ է, որովհետև ոչ բոլոր երեխաների մոտ է այդպես, որովհետև երեխաներ կան, որ իմունային համակարգը ուժեղ է ու ոչ բոլորն են այդ վարակը վերցնում։ Իրականությունն է, որովհետև իրանք առաջինը հողի հետ ավազի հետ են խաղում, շփվում են ուրիշ երեխաների հետ ու կենտանիների հետ։ Միֆ է, ես 4 երեխա ունեմ, ոչ մեկի մոտ այդ ճիճվագրությունը չի եղել։ Հիմնականում ունենում են այն երեխաները, որոնք չեն հետևում իրանց հիգիենային։ Բոլորը չէ, բայց ունենում են։ Կարծում եմ, որ իրականություն է։ Դա միֆ է, երեխաները իհարկե շատերն են ունենում, բայց դա բոլորի մասին չի խոսքը, որովհետև այո հիգիենայի կանոններն այստեղ ամենակարևորը երեխաները շատ ավելի վատ են պահում հիգիենայի կանոնները, իրանց երեխա լինելն է դա պատճառը, որովհետև խաղում են դրսում հողի հետ միգուցե չլվացած միրգ ուտեն, բանջարեղեն ուտեն, դա բնականաբար բարձրացնում է այդ հավանականությունը իրանց վարակելիության, բայց նաև չմոռանանք, որ օրգանիզմը ունի իմունիտետ եւ մենք կլանելով ձվիկները, բոլոր ձվիկները չի որ դառնում են հասուն որդեր, հա, մակաբուսներ, այսինքն այս պայքարը կա օրգանիզմի եւ բոլորը չի որ ունեն ճիճվագրություն։ Ճիճվագրության միակ պատճառը կեղտոտ ձեռքերն ու կեղտոտ սնունդն են։ Միֆ է, թե իրականություն։ Միֆ է, քանի որ կարող է լինել պատճառ կեղտոտ ձեռքերը եւ սնունդը, բայց միակ պատճառը չէ հաստատ։
միֆ չի, իրականություն է եւ կեղտոտ ձեռքերն ու կեղտոտ սնունդը պետք է անպայման սնունդը լավ լվաց։ Դա միֆ է, որովհետեւ կարող է երեխաները վարակվել եւ հողից, եւ ջրից, եւ կեղտոտ սնունդից։ Գործոններից մեկն է, բայց միակը չէ։ Չէ, իրականություն է կարծում եմ։ Սա միֆ է, որտեղ պատճառները ավելի լայն են, ավելի շատ են։ Դա ջուրն է հանդիսանում բնական աղբյուրներից, որտեղ կարան աղտոտված լինեն, այո, ձեռքերն են, դա մրգերն են, դա բանջարեղենն է, դա չմշակված մսամթերքը, որտեղ որոշակի ճճվակրություններ կան, որը մսամթերքի ոչ տերմիկ լավ մշակման արդյունքում են ուլ տալի եւ վարակվում։ Հողն է, այսինքն միակ պատճառը դա կեղտոտ ձեռքերը եւ կեղտոտ սնունդը չի։ Եթե տանը մեկն ունի ճիճվակրություն, ապա մեծ է հավանականությունը, որ ընտանիքի մյուս անդամներն էլ կվարակվեն։ Միֆ է, թե իրականություն։ Կարծում եմ միֆ է։ Իրականություն է, որովհետև հենց առաջինը ընդանուր սպասքից օգտվելը նպաստում է այդ վարակի տարածվելուն։ Միֆ է։ Կարելի է ուղղակի մեկ ունենա, այս մյուսը չէ, դա նայած թե ինչ տեսակի ճիճու է, արդեն տեսակավորում կա, վարակովը ինչպես է, օտակատիլային է, այնտեղ շատ հարցեր կա, էլի։ Միֆ է, որովհետև ճիճվակրությունը վարակովի չէ։ Եթե օրինակի համար օգտագործում են նույն սրբիչը եւ այդպիսի նույն ափսեն, հնարավոր է, որ հավանականությունը աճի, բայց էլի դա կանոն չէ։ Իրականություն է, միանշանակ բոլորն էլ կվարակվեն։ Հավանականություն կա, բայց դա մեծ չի։ Դա էլ է միֆ, որտեղ այն վարակները մակաբույծներով, որոնք կարա վարակվի ընտանիքի անդամը, շատ ավելի քիչ է։ Դրանցից մեկը դա սրատուտն է, այո, որ ինքնավարակում կարա լինի եւ տան բոլոր անդամները կարող են վարակված լինել։ Իսկ մյուս տեսակների դեպքում, օրինակ ասկարիդի դեպքում, ձվիկը, որդի ձվիկը ինքը անցնում է փուլ հողի մեջ, այսինքն չի կարա մեկ անդամը մյուս անդամին վարակի։ Միֆերը հնչեցին, հերքումն ու բացատրությունները ստացանք, բայց ունենք եւս 1 միլիոն հարց։ Համաձայնել է պատասխանել Wigmore կանանց եւ երեխաների հիվանդանոցի վարակաբան Սոսե Մարգարյանը։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Խնդրում եմ նախ բացատրեք մեզ, թե որոնք են ճիճվակրության ամենից տարածված ձևերը մեր երկրում։ Ինչպես աշխարհում, մեր երկրում էլ ամենահաճախ հանդիպող պարազիտը դա ասկարիդն է, եւ հենց ասկարիդն է, որ ամենաշատը ահաբեկում է ծնողներին, երբեմն նաեւ բժիշկներին։ Երևի ասկարիդին հաջորդողը սրատուտն է, որ ելի հաճախ ենք հանդիպում հատկապես դպրոցահասակ երեխաների մոտ։ Ձեր թվարկածները ինչով են տարբերվում իրարից ըստ իրենց վտանգավորության աստիճանի։ Սրատուտը իրենից մեծ վտանգ չի ներկայացնում եւ առաջացնում է խիստ արտահայտված անհարմարություն քորի պատճառով, կարող է դրսևորվել հետանցքի շուրջ արտահայտված քորով, երբեմն դա կարող է նաև սեռական օրգաններ տարածվել եւ եթե քորի հետևանքով քերծվածքներ, փոքր վնասվածքներ առաջանան, կարող ենք նաև երկրորդային ինֆեկցիա ունենալ, որպես այդպիսին ինքն իրենով համակարգային հիվանդություն չի առաջացնում։ Ասկարիդը նույնպես գերազանցապես ստամոքսաղիքային հիվանդություն է, բայց ի տարբերություն սրատուտի շատ հազվադեպ դեպքերում այն կարող է անցնել աղիներ, լեղուղիներ եւ խցանում առաջացնել կամ օրինակ կարող է անցնել ալվեոլներ եւ թոքային դրսևորում առաջացնել, բայց այստեղ շատ կարեւոր է չսևեռվել այս մտքերի վրա, որովհետեւ դրանք խիստ հազվադեպ են հանդիպում եւ առավելապես հանդիպում են վատ սանիտարական պայմաններով, երբ որ երեխաները անդադար հիվանդանում են ասկարիդով։ Դրանք են հիմնական տարբերությունը, որ ասկարիդը կարող է որոշ դեպքերում նաև համակարգային ձևով ընթանալ։ Մի շարք հարցեր կան, առաջարկում եմ տեղափոխվենք տաղավարի հատված, որտեղ մեզ սպասում են ծնողները եւ շարունակենք այնտեղ։ Համեցեք։ Ինձ Մեզ հուզող հարցերի պատասխանները հիմա փորձելու ենք ստանալ խաղի միջոցով, հարգելի ծնողներ, սեղանին կան վահանակներ, խնդրում եմ վերցրեք դրանք։ Վահանակները այո եւ ոչ գրություններով են, դա նշանակում է, որ իմ կողմից հնչեցված հարցերին կամ պնդումներին պետք է ցույց տաք ձեր վերաբերմունքը վահանակների միջոցով եւ պետք է խնդրենք նաեւ մասնագետը տա ճիշտ պատասխանը, ճիշտ մոտեցումն ու մեկնաբանությունը։ Եթե պատրաստ եք, սկսում ենք։ Եվ այսպես ատամները կրճտացնելն ու առատ թքարտադրությունը ճիճվակրության նշաններ են, այո թե ոչ։
Երկուսն էլ այո, եւ ոչ։ Ինչպես կողմնորոշվել, երբ է խնդիրը ճիճվագրության դաշտում, երբ է որևէ այլ տիրույթում։ Սա երևի ամենատարածված միֆն է ճիճվագրության մասին, բայց պետք է ասեմ, որ որևէ պարագայում դա կապված չէ ճիճվագրության հետ եւ ատամների կրճտոցը դա քնի խանգարում է, կարող է զուգահեռ երեխան ունենա ճիճվագրություն, բայց չի նշանակում, որ ատամների կրճտոցը բացատրվում է ճիճվագրությամբ։ Իսկ հիմա հենց անալիզների մասին է հարցը։ Ճիճվագրությունն ախտորոշելու համար արյան քննությունը պարտադիր է։ Բոլորն ասում են ոչ։ Շատ ուրախ եմ, որ բոլորը ասեցին ոչ, որովհետև մենք շատ հաճախ ենք տեսնում ծնողներ, ովքեր գալիս են ոչ էժան արյան հետազոտություններով, որոնք պարզապես անիմաստ են։ Միշտ հիշենք, որ ճիճվագրությունը ախտորոշվում է կղանքով կամ սրատուտի դեպքում քերուկով։ Իսկ արյան հետազոտությունները շուկայում շատ տարածված ինչ-որ տարբեր համակարգչային հետազոտությունները մեղմ ասած սխալ են։ Մենք շարունակում ենք սրատուտի եւ ասկարիդ հելմիթներով ճիճվագրությունը կարելի է չբուժել։ Այո, որովհետև եթե ունենք ախտորոշում միանշանակ պետք է բուժել, բայց դա չի նշանակում, որ եթե գանգատներ երեխան չունի, չի կարող կոնտակտ ունենալ եւ ինքնուրույն հաղթահարել երկու դեպքում էլ։ Այստեղ կարծում եմ տեղին է նշել, ինչ ասել է բուժման, որ եղանակներն են առավել արդյունավետ եւ ընդունելի եւ ինչ հետևանքներ կունենա չբուժելը։ Հետևանքները երկու դեպքում տարբեր են եւ բուժումն էլ մի փոքր տարբերվում է։ Ասկարիդի դեպքում դա միանվագ մեկ դեղաչափի ընդունումն է դեղորայքի, սրատուտի ժամանակ մի փոքր ավելի դժվար է, որովհետեւ կարող է տեղի ունենալ ինքնավարակում, երեխան ունի սաստիկ քոր եւ երբ քորում է նորից բերանով կարող է ինքը իրեն վարակել, ինչը չի կարող լինել ասկարիդի դեպքում։ Եվ այդ պատճառով սրատուտի դեպքում ընդմիջումից հետո կրկին բուժում են, բայց այդ ընթացքում խիստ հիգիենան բուժման մեծ մասն է եւ երբեմն նույնիսկ կարող է առանց դեղորայքի միայն խիստ պահված հիգիենան օգնել սրատուտը հաղթահարելուն։ Սրատուտի դեպքում այդ անդադար տհաճ զգացողությունը երեխան կունենա քորի, ասկարիդի դեպքում կարող է լինել այնպես, որ երեխան ինքնուրույն արագ հաղթահարի եւ ուղակի դուրս կա ընկնի, բայց մենք չգիտենք ամբողջական ընկավ թե ոչ, դա էլ հարցի մյուս կողմն է, բայց կարող է նաեւ լինել, որ ձգձգվի, առաջացնի այլ խնդիրներ։ Մենք շարունակենք, հաջորդ հարցն այսպեսին է. բուժումից հետո ճիճվագրությունը կարող է կրկնվել։ Ինչ եք կարծում։ Եվ կարող է չկրկնվել։ Կախված թե կրկնվել ասելով ինչ նկատի ունենք։ Այստեղ հավանականության տեսության դաշտ ենք գնում, հա։ Եթե միշտ երեխան կարող է նորից վարակվել, իսկ եթե նկատի ունենք հենց եղած ինֆեկցիան, ասկարիդի դեպքում գրեթե 100%-ի է հասնում բուժման արդյունավետությունը, իսկ սրատուտի դեպքում, այո, եթե այդ երկու շաբաթվա ընթացքում մենք հիգիենան վատ պահենք, այո, ինքնավարակումը հնարավոր է։ Եվ մեր վերջին հարցը, ճիճվագրությունը կանխարգելելու համար կարելի է ճիճվաթափության դեղ տալ երեխային։ Այստեղ երևի մի քիչ ինքնագործ մոտեցման մասին է հարցը։ Եթե մենք խոսում ենք մեր երկրի մասին, պատասխանը միանշանակ ոչ է, որովհետև մենք չունենք համաճարակաբանական իրավիճակ, մենք չունենք խիստ տարածված ճիճվագրություն, առավելապես հոսող ջուրը արդեն գրեթե ամենուր հասանելի է եւ այդ պայմաններում խորհուրդ չի տրվում պրոֆիլակտիկ ճիճվաթափել երեխային։ Եթե խիստ վատ սանիտարական պայմաններում ենք եւ անհնար է վստահ լինել սննդի մաքրության վրա, որ բավարար չափով լվացվում է, երեխան չունի հնարավորություն ուտելուց առաջ կամ կղազատումից հետո ձեռքերը լվանալու, այդ դեպքերում գուցե, բայց էլի վերադառնանք մեր իրականություն, որտեղ պրոֆիլակտիկ ճիճվաթափությունը ցուցված չէ։ Իդեպ այստեղ հարկ է մի պարզաբանում մտցնել, անհարկի ճիճվաթափությունը ինչ որ վտանգներ բերում է իր հետ։ Այո, միանշանակ բերում է, դա ավել դեղորայք է, որը պետք է դուրս գա լյարդով, ունի իր կողմնակի ազդեցությունները եւ ավել դեղորայքը, նույնիսկ եթե դա վիտամին է, ելուր մնաց ճիճվաթափության համար նախատեսված ալբենտազոլը, ցանկալի չէ ավելորդ տալ։ Կուզեմ, որ խոսենք կանխարգելման adekvat եղանակների մասին, որովհետեւ երբեմն ծնողները եւ գերխնամք են դրսևորում այս հարցում, թույլ չեն տալիս ուտել, չգիտեմ, մի անմեղ խնձոր ծառից պոկված եւ այլն, չափազանց ստերիլ պայմաններում են պահում երեխաներին։ Դրա համար այստեղ ընդգծում եմ adekvat բառը, այսինքն կանխարգելել այնպես, որպեսզի երեխան նաեւ չզրկվի կյանքի այսպես փոքրիկ հաճույքներից։
Ցանկացած մթերք պետք է լվացվի նոր ուտի երեխան, բայց ես շատ լավ հասկանում եմ, որ գայթակղի չէ, երբ այգում ես ծառից խնձոր ուտելը, այդ ռիսկը թող ծնողը գնահատի, թույլ կտա թե չէ, բայց այո, այդտեղ նույնպես ռիսկ կա, որովհետև դա դրսում է, հողու փոշու մեջ է, ճիշտ է, հողի վրա չի, բայց նույնպես կարող է աղտոտված լինել։ Մթերքների բավարար լվացումը հոսող ջրով, հատկապես այն մթերքների, որ հողի հետ են շփվում, դա կլինի կանաչին կամ դժվար լվացվող այլ մթերքներ, բավարար լվացումը եւ երեխաներին սովորեցնելը, որ նորից ուտելուց առաջ եւ զուգահանից հետո լվացվելը զրոյին կմոտեցնի ճիճվագրության եւ պարազիտների ռիսկը։ Մենք շատ խոսեցինք երեխաների մասին, բայց ես ունեմ ցավոտ վիճակագրություն մեծահասակների զուգահանից օգտվելուց հետո ձեռքերը լվանալու հետ կապված։ Մենք անդադ անվերջ բոլորս մեր մասնագիտությունով խոսում ենք երեխաներից, իսկ մեծահասակների մասին եթե մի փոքր փորձենք վերհիշել, պատկերը տխուր է։ Իսկ երեխաները ոչ թե լսում են մեզ, այլ անում են այն, ինչ որ մենք անում ենք։ Եվ այդ առումով միգուցե մի քիչ էլ պետք է մեծահասակներից խոսել։ Բոլորով լվացվենք։ Լվացվել անվերջ անընդհատ եւ մասնավորապես օճառով։ Լվացվենք եւ կանխարգել ենք մի շարք տհաճ երևույթներ։ Հավելամել եւ որ ձեռքերի լվացումը զուտ մասնագիտական ոչ միայն փրկում ամասվարակիչ ճիճվագրությունից, այլ նաեւ 80%-ով բժշկական միջամտությունով պայմանավորված վարակներից համազազատում։ Այսինքն նաեւ բուժ աշխատողների չլվացվելը կարող է բերել պացիենտների, որտեղ լինում են նաեւ մանկական տարիքի երեխաներ, կարող է բերել բժշկական միջամտությունով պայմանավորված վարակների առաջացման։ Մաքուր ձեռքերը կյանքեր են փրկում։ Իդեալական ասված։ Կարծում եմ խաղի ձևաչափը բավականին արդյունավետ ու հետաքրքիր անցավ։ Շնորհակալ եմ բժիշկ ձեր ներկայության եւ մեկնաբանությունների համար։ Ես շնորհակալ եմ։ Հաստատ նկատեցիք, որ չխոսեցինք էխինակոկի մասին։ Մենք համարեցինք, որ դա քննարկման առանձին նյութ է, ու քանի որ էխինակոկի դեպքում մարդկային գործոնից բացի ներգրաված են նաև կենդանիները, որոշեցինք թեմային անդրադառնալ տեսանյութով։ Էխինակոկի տարածման ձևերի, ախտանշանների, ախտորոշման հետևանքների եւ բուժման մասին ամենակարևոր տեղեկությունները հաջորդ թիվ։ Էխինակոկը ժապավենաձև մակաբույծ ворթ է, որն առաջացնում է կիստոս էխինակոկոզ եւ ալվեոլային էխինակոկոզ հիվանդությունները։ Կիստոս էխինակոկոզը բարորակ է, իսկ ալվեոլային էխինակոկոզը նման է ուռուցքային հիվանդության։ Մարդը էխինակոկով վարակվում է հիմնականում վարակված կենդանու հետ շփման, կենդանու արտաթորանքով վարակված սննդամթերք կամ ջուր օգտագործելով, ինչպես նաև կեղտոտ ձեռքերի միջոցով։ Կարևոր է իմանալ, որ էխինակոկով վարակված մարդը կենսաբանական փակուղի է եւ չի կարող վարակել մեկ այլ մարդու։ Էխինակոկով վարակվելուց հետո կարող է երկար ժամանակ ոչ մի ախտանշան չունենալ պացիենտը, ավելի ուշ փուլերում, երբ որ արդեն ունենք լուրջ ախտահարումներ, կախված թե որ օրգան համակարգն է ախտահարված, լինում են համապատասխան ախտանշաններ։ Օրինակ, առավել հաճախ ախտահարվում է լյարդը։ Եվ այս դեպքում հիվանդության ավելի ուշ փուլերում կարող է ունենալ ցավի ծանրության զգացում աջ թույլակողի շրջանում։ Եթե ախտահարված են թոքերը, կարող է լինել հազ, դժվարաշնչություն, եթե իհարկե ախտահարված է արդեն գլխուղեղ, չի բացառվում լինել նաև ցնցումային համախտանիշ, բայց առավել հաճախ էխինակոկը ընթանում է հենց առանց որևէ ակնհայտ ախտանշանների։ Մասնագետներն ախտորոշում են էխինակոկը երկու հիմնական մեթոդներով՝ սոնոգրաֆիայով կամ համակարգչային շերտագրումով եւ արյան սերոլոգիական շրջաբանական հետազոտությամբ։ Համադրում են պատասխանները եւ ախտորոշում։ Էխինակոկի ամենածանր հետևանքը, եթե առաջանա էխինակոկի բուժտի պատրվազք եւ այս դեպքում կարող են առաջանալ լուրջ խնդիրներ, անաֆիլակտիկ շոկ, մինչեւ անգամ կյանքին վտանգ սպառնացող իրավիճակներ։ Էխինակոկի բուժումը պահանջում է բազմամասնագիտական մոտեցում։ Ներգրավվում են վարակաբանները, հարկ եղած դեպքում նաև վիրաբույժները։ Եթե կիստան փոքր է, հնարավոր է բուժել դեղորայքով։ Ավելի մեծ կիստաների դեպքում անհրաժեշտ է նաև վիրահատական միջամտություն՝ էխինակոկեկտոմիա կամ լապարոսկոպիկ էխինակոկեկտոմիա։ Ցանկացած պարագայում լավագույն բուժումը կանխարգելումն է։ Տվյալ դեպքում նախ եւ առաջ պետք է կանխել վարակի տարածումը։ Կենդանիներին էխինակոկից ազատելու համար իրենց պետք է առաջնահերթ անել պրոֆիլակտիկ ճիճվաթափությունը։ Ծագուկներին խորհուրդատրվում անել առնվազն 3 ամիսը 1, կարելի է նույնիսկ 2 ամիսը 1, մոտավորապես մինչև 1 տարեկան հասակ։ 1 տարեկան հասակից հետո որոշակի չափով կախված է կենդանու ապրելու պայմաններից։ Եթե կենդանին ապրում է տան մեջ, լրիվ մաքուր է, ինքը դրսում մանակալից հետակալի տուն դրսում գետնից ինչ որ բաներ չի ուտում, այդ պարագայում կարելի է անել տարվա մեջ 1-ից 2 անգամ դա լիովին բավարար է։ Եթե կենդանին ապրում է բակային պայմաններում, նույնքերպ 3 ամիսը 1 անելը առնվազն
արդեն դա պարտադիր է։ Եթե կենթանին ճիճվաթափվում է ըստ բժշկի ցուցումների համապատասխան ժամկետների մեջ, մշակվում է էխինոկոկի դեմ, հետևում է իր բոլոր հիգիենայի կանոններին, ինք ապրում է մաքուր պայմաններում եւ պարբերաբար լողանում է, կարանք վստահ լինենք, որ կենթանին չի ունենա էխինոկոկ եւ չի տարածի այդ հիվանդությունը։ Ճիճվաթափության պրոցեդուրաները հիմնականում անցնում են ընտանի կենդանիները, սակայն շատ երեխաներ սիրում են խաղալ բակում թափառող շների հետ, որոնք հիմնականում չեն անցնում ճիճվաթափության փուլերը։ Նրանց հետ շփվելուց հետո կարևոր է հետևել ձեռքերի հիգիենային, սակայն միայն լվացվելը չի բացառում վարակման ռիսկը, քանի որ հարուցիչը կարող է անցնել ինչպես ֆեկալ-օրալ, երբ վարակը կենդանու արտաթորանքից անուղղակի կերպով հասնում է բերան, այնպես էլ օդափոշային ճանապարհով, բերանի խոռոչով ներթափանցելով ստամոքսաղիքային տրակտ։ Այդ պատճառով կարևոր է նաև պարբերաբար անցնել պրոֆիլակտիկ ստուգումներ հնարավոր վարակը վաղ հայտնաբերելու եւ բարդություններից խուսափելու համար։ Հարգելի ծնողներ, մենք կարող ենք համարել, որ ծնողական ժողովի այս թողարկումը ծառայում է իր նպատակին այն իմաստով, որ մենք տալիս ենք տեղեկատվություն, մենք տալիս ենք հարցեր, լսում ենք պատասխաններ եւ կիսվում ենք մեր ծնողական փորձով։ Եվ հիմա ամփոփելով մեր այս զրույցը, ես կցանկանայի, որ դուրս բերեք այն կարևոր ուղերձները, որ կուզենայիք ուղղել մեզ լսող ծնողներին, նաեւ որպես հետեւություն այսօրվա մեր հանդիպումից։ Խնդրեմ։ Հարգելի ծնողներ, եթե ձեր երեխան ունի որովայնի հատվածում ցավեր, ախորժակի փոփոխություն, քաշի կորուստ, նյարդային համակարգի կողմից գրգռվածություն, ապա անհրաժեշտ է անպայման դիմել բժշկի։ Այսինքն մենք պետք է իմանանք ախտանշանները։ Այո, ցանկացած ախտանշան դա մեզ համար պետք է նշան լինի, որ անհրաժեշտ է դիմել բժշկի եւ ստանալ համապատասխան բժշկական միջամտություն։ Երևի թե ցանկացած ոլորտում, այս ոլորտում եւս, այս խնդրի պարագայում եւս շատ կարեւոր է, որ դիմենք համապատասխան մասնագետի, այսինքն ինքնաբուժությամբ չզբաղվենք։ Բուն խնդիրը մենք կհետազոտենք միայն եթե անալիզ հանձնենք եւ միանշանակ պետք է դիմել համապատասխան մասնագետի եւ դե իհարկե հետեւել հիգիենայի կանոններին եւ լինել տեղեկացված։ Շնորհակալ եմ, Իրինա, խնդրեմ։ Ամփոփելով գալիս ենք նորից այն եզրակացությանը, որ պետք է պարզապես հետևել երեխաների մաքրությանը, հիգիենային եւ տանը, եւ մանկապարտեզում, եւ դպրոցում, եւ երեխաներին իրենց տարիքին համապատասխան ներկայացնել, թե ինչ է հիգիենան, այն բարդ չէ պահպանելը եւ ամեն ինչ լավ կլինի։ Շնորհակալ եմ, Վահե։ Հորդորս է, որ օգտանեք ձեր առողջության մասին եւ ձեր երեխաների առողջության մասին, եթե տանը ունեք ընտանի կենդանիներ, պարտադիր ձեր ժամկետային ստուգումները անցկացրեք եւ համապատասխան մասնագետի ցուցումները կատարեք, իսկ փողոցում որևէ ընտանի կենդանի տեսնելիս խորհուրդ չի տրվում, որ թույլ տաք որևէ կապ, կոնտակտ թե երեխաների պարագայում, թե ձեր, որովհետեւ դուք առնվազն չունեք ինֆորմացիա տվյալ կենդանու առողջական վիճակի մասին եւ կամա թե ակամա կարող եք այդտեղից ձեռք բերել մակաբույծներ եւ ձեր առողջությունը վտանգել։ Շնորհակալ եմ շատ։ Փաստորեն այսօր մենք հասկացանք, որ մաքրության հանդեպ գերուշադրությունը եւ երեխաների առողջությանը վերաբերող ամեն հարց մեր կառավարման տիրույթում պահելու մղումը երբեմն կարող է լրիվ անզոր լինել։ Թվում է այդքան աննշան մի երևույթի հելմիտների դեմ։ Հետևություն։ Տնողավարությունը հավանական բոլոր վտանգները կանխելու մասին չէ։ Հաճախ բավական է պարզապես լինել տեղեկացված, կիրառել կանխարգելման գրագետ միջոցներ, չանտեսել վտանգի նշաններն ու երեխայի առողջությունը վստահել բացառապես մասնագետներին։ Հարգելի ծնողներ, շնորհակալ եմ, որ այսօր ծնողական ժողով բերեցիք ձեր փորձն ու գիտելիքը։ Մենք կհանդիպենք հաջորդ թողարկման ընթացքում։ Դիտեք Առաջին ալիք Ամերիկայի հեռուստակոնտենտը։ Բաժանորդագրվեք Առաջին ալիք Ամերիկայի YouTube-յան ալիքին First Channel America։